Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վեր կաց և գնա դու հարավի կողմը այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղեմից Գազա, որ անապատ է»։ Նա վեր կացավ ու գնաց։ Եվ ահա Եթովպացի մի ներքինի, Եթովպացիների Կանդակա թագուհու պաշտոնյաներից մեկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղեմ երկրպագելու էր եկել, վերադառնալիս իր կառքի մեջ նստած Եսայի մարգարե էր ընթերցում։ Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացիր և այդ կառքի մոտ գնա»։ Եվ Փիլիպպոսը առաջ վազելով լսեց, որ նա Եսայի մարգարե էր ընթերցում, ու ասաց. «Հասկանում ես արդյոք ինչ որ ընթերցում ես»։ Իսկ նա ասաց. «Ինչպես կկարողանամ հասկանալ, եթե մեկն ինձ չառաջնորդի»։ Եվ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա ու իր մոտ նստի։ Եվ նրա ընթերցած գրքի հատվածն այս էր. «Մորթվելու տարվեց նա ինչպես մի ոչխար, և ինչպես անմռունչ գառն իր բուրդը խոզողի առաջ, այնպես էլ նա իր բերանը չի բացում. իր խոնարհության պատճառով նրա դատաստանը տեղի չունեցավ։ Եվ նրա ազգատողմի մասին ով պիտի պատմի, քանի որ նրա կյանքը երկրից վերացված է»։ Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարեն ում մասին է ասում այս, իր մասին, թե մեկ ուրիշի»։ Փիլիպպոսը բացեց իր բերանը և այդ գրքից սկսելով Հիսուսին ավետարանեց նրան։ Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մոտ, և ներքինին ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտվել»։ Եվ նա ասաց նրան. «Եթե քո ամբողջ սրտով հավատում ես, կարելի է»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոս Աստծո Որդին է»։ Եվ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել։ Երկուսով ջուրն իջան, և Փիլիպպոսը, և ներքինին, և Փիլիպպոսը մկրտեց նրան։ Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջավ ներքինու վրա, և Տիրոջ հրեշտակը հափշտակեց տարավ Փիլիպպոսին, ու ներքինին այլևս նրան չտեսավ։ Եվ իր ճանապարհն էր գնում ուրախությամբ, իսկ Փիլիպպոսը իրեն գտավ Ազոտոսում, և շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ եկավ Կեսարիա։